Եթերում Արցախի հանրային ռադիոյի քաղաքագետի ամբիոն հաղորդաշարն է։ Օրվա թեման՝ հայ ժողովրդի բազմադարյան ներկայությունը այսօր Կովկասում։ Խոսափողի մոտ է քաղաքական վերլուծաբան Միքայել Հաջյանը։ Բաքվում վաղուց վեր տարփողում է այն տխրահռչակ ծավալապաշտական մտայնությունը, թե տվյալ տարածաշրջանում հայ ազգային տարրը եկվոր է եւ այսօր Կովկասում, այսինքն ներկայիս Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի տարածքներում ի հայտ է եկել ընդամենը 19-րդ դարի 20-ական թվականների վերջերին։ 1826-1828 թվականների երկրորդ ռուս-պարսկական պատերազմից հետո Պարսկաստանից հայերի զանգվածային վերաբնակեցման արդյունքում։ Ընդ որում խնդիրը ներկայացում է այնպես, թե իբր այդ գործողության շնորհիվ, որն իրականացվել է Թեհրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Գրիբոյեդովի եռանդուն ջանքերի շնորհիվ, հայ վերաբնակիչները հաստատվել են ադրբեջանական ժողովրդի պատմական տարածքներում, որտեղ տեղաբնակ ադրբեջանցիների թվականակը զգալիորեն գերազանցել է տեղաբնակ հայերի թվականակը։ Բաքվի վայ գիտնականները պնդում են, թե հայերի զանգվածային վերաբնակեցման պատճառով է, որ ադրբեջանցիներն աստիճանաբար դուրս են մղվել իրենց պատմական տարածքներից, դրանք զիջելով հայերին։ Ըստ Բաքվի, այն ժամանակ ցարական իշխանությունների հիմնական նպատակն Ադրբեջանի գավառները քրիստոնեականացնելը, ավելի ճիշտ հայկականացնելն էր, այդ երկրի բնակչությանն ուղղափառ կրոնի ճառագայթներով լուսավորելու եւ կենարար խաչը իսլամական փլատակների վրա բարձրացնելը, այդ տարածքների բնակիչներին ստիպելն էր խոսել, մտածել ու զգալ ռուսերեն։ Ադրբեջանցի պատմաբանների կողմից հայերի վերաբնակեցման գործընթացի ուսումնասիրությունը եւ դրա ներառումը ադրբեջանական պատմագիտության մեջ որպես ժամանակագրական տեսանկյունից ադրբեջանցի համար ճակատագրական նշանակություն ունեցած արժանահիշատակ դրվագի պատահական չէ։ Այս առնչությամբ հատկանշական է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի կողմից ադրբեջանցիների ցեղասպանության մասին 1998 թվականի մարտի 26-ի հրամանագիրը, որի բովանդակությունը լույս է սփռում այս թեզի զարգացման գաղափարական նպատակի վրա։ Հրամանագրում մասնավորապես ասում է, մեջբերում եմ, 1813 եւ 1828 թվականներին ստորագրված Գյուլիստանի եւ Թուրքմենչայի պայմանագրերով սկսվեց ադրբեջանական ժողովրդի անդամահատումը, մեր պատմական հողերի վերաբաժանումը։ Բաժանված ադրբեջանական ժողովրդի ազգային պատուհասի շարունակությունը դարձավ նրա հողերի բռնազավթումը։ Այս քաղաքականության իրականացման արդյունքում կարճ ժամկետներում ադրբեջանական տարածքներում իրականացվեց հայերի զանգվածային վերաբնակեցում։ Ցեղասպանության քաղաքականություն դարձավ ադրբեջանական տարածքների բռնազավթման անբաժանելի մասը, չնայած այն բանին, որ Երևանի, Նախիջևանի եւ Ղարաբաղի խանությունների տարածքներում տեղաբաշխված հայերը փոքրամասնություն էին կազմում, այնտեղ բնակվող ադրբեջանցիների համեմատությամբ, նրանք իրենց հովանավորի խնամակալությամբ նկատի առնում ռուսներին հասան այնպիսի վարչական տարածքային միավորի ստեղծմանը, ինչպիսին այսպես կոչված հայկական մարզն է։ Մեջբերման ավարտը։ Անշուշտ պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահի պաշտոնը հանգուցյալ հորից ժառանգած Իլհամ Ալիևը ցանկացած պատեհ առիթ բաց չթողնում հոխորտալու համար, թե ադրբեջանական ժողովուրդը պետք է առաջիկա հեռանկարում ետ գրավի ու վերջնականապես տեր կանգնի իր նախնիած բնօրանին։ Սևանի ավազանին, Սյունիքին, Երևանին, Արցախին, միով բանիվ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության տարածքներին։ Այսպիսով բավականաչափ պարզ է դառնում, թե ինչին են փորձում հանգեցնել ադրբեջանցի պատմաբանները եւ պաշտոնատար անձիկ այդ թվականների տեղի ունեցած հայերի վերաբնակեցումների վերաբերյալ իրենց հետազոտությունները։ Թե ինչումն է բանը, կարծում եմ դժվար չէ կռահել, իսկ բանն այն է, որ ադրբեջանա-արցախյան հակամարտություն դեռևս շարունակում է մնալ չկարգավորված, իսկ ադրբեջանցիների կողմից Լեռնային Ղարաբաղի, Արցախի տարածքում հայերի վերաբնակեցման վկայություններին վերաբերող հատուկ անդրադարձը եւ ադրբեջանական պատմագիտության կողմից այս տարածքներում բնակվող ներկայիս հայերի իբրև եկվոր լինելու հանգամանքի արծարծումը ուղղակիորեն միտված է պատմականորեն արդարացնելու Լեռնային Ղարաբաղի տարածքի հանդեպ սեփական հավակնությունները։ Այսուհանդերձ, վերոնշյալ թեզի առումով հատկանշելի են 3 կարևոր հանգամանքներ։
Առաջինն այն է, որ այսպիսով տարածքային ազգային պատկանելության գաղափարը ադրբեջանցի պատմաբանները կապում են ոչ թե դիտարկվող ժամանակաշրջանում նշված տարածքներում ադրբեջանական անկախ պետության գոյության փաստի հետ, եւ դա բնական է, քանի որ նման պետություն, ինչպես հայտնի է, այդ ժամանակահատվածում չի եղել, այլ այս տարածքների որպես պատմականորեն ադրբեջանաբնակ լինելու գործոնի հետ։ Երկրորդ հանգամանքը վերաբերում է 19-րդ դարի սկզբի դրությամբ Իրանում նման հայաշատ համայնքի առկայությանը, որի առաջացման պատճառների մասին, սակայն ադրբեջանցի պատմաբանները եւ պաշտոնական աղբյուրները լռում են։ Եվ երրորդ հանգամանքը վերաբերում է ադրբեջանական պատմագիտության կողմից այդ թվականներին տեղի ունեցած հայերի վերաբնակեցման գործընթացի մեջ հայերի դեպի Ղարաբաղ վերաբնակեցումների փաստերի առանձնակի շեշտադրմանը, որի նպատակը ինքնին պարզ է՝ ցույց տալ, որ ներկայիս Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության զգալի մասը էթնիկ տեղաբնակներ չեն, այլ հանդիսանում են Իրանից վերաբնակեցված հայերի ժառանգները։ Մյուս կողմից պատմական իրողությունները պարզաբանելու համար հարկ է անդրադարձ կատարել Անդրկովկասում հայերի վերաբնակեցման գործընթացին առավել երկար պատմական ժամանակաշրջանի կտրվածքով, քան ադրբեջանցիների կողմից հաճախակի մեջբերվող 1828 թվականն։ Մինչդեռ հայտնի է, որ նախորդ դարերի ընթացքում տարածաշրջանի պատմականորեն իրական տերը հայ ազգաբնակչությունը քանիցը զանգվածային բեռնատեղահանումների է ենթարկվել հայրենի բնորանից, ինչպես հայտնի է, ներկայիս Հայաստանի տարածքից հայերի հիմնական վերաբնակեցումների իրականում բռնի տեղահանումների առաջին նշանակալի ալիքը սկսվել է 885-1045 թվականների Բագրատունիների հայկական թագավորության անկումից եւ այս տարածաշրջանում 1040 թվականին առաջին սելջուկ-թուրքական ավերիչ ներխուժումից հետո։ Տեղի ունեցածը անշուշտ բացատրելի է հաշվի առնելով, որ հույները սելջուկ-թուրքական արշավանքներին նախորդած բյուզանդական տիրապետության կարճատև շրջանում 1045-1065 թվականներին անխոհեմաբար ցրեցին հայկական զինված ուժերը Հայաստանում, որը շուրջ 80,000 զինվորով մինչ այդ հանդիսանում էր Մերձավոր Արևելքի առավել մարտունակ ու կառքապահ ուժերից մեկը։ Հույների կողմից տարվող հարկային, տնտեսական ծանր քաղաքականության, ինչպես նաև հայոց եկեղեցին ավանդական քրիստոնեական եկեղեցական դոգմաներից դեպի ուղղափառ եկեղեցական դոգմաների ընդունմանը հակելու փորձերի արդյունքում հայ հասարակության մեջ խիստ դժգոհություններ առաջ եկել բյուզանդական իշխանությունների նկատմամբ։ Այս ամենի արդյունքում սելջուկները բավականաչափ հեշտորեն կարողացան Հայաստանի այլևս բաց եւ անպաշտպան սահմաններից իրականացնել իրենց նվաճումները, իսկ ավելի ուշ արդեն 1071 թվականին ջախջախել նաեւ բյուզանդական զորքերին, հաստատվելով նաեւ Փոքր Ասիայում։ Հայերի հետագա բռնի վերաբնակեցումն ավելի մեծ թափ է ստացել թաթար-մոնղոլների, ապա Լենգ Թեմուրի արշավանքների ընթացքում, ինչի արդյունքում մասնավորապես մոնղոլ զորավար Թոթղամիշի կողմից Արցախից եւ Սյունիքից տասնյակ հազարավոր հայեր են գերեվարվել։ Հայերի բռնի վերաբնակեցումը առանձնակի մեծ դրսևորում է ստացել նաեւ 17-րդ դարասկզբին Շահ Աբբասի գահակալության օրոք, երբ 1603 թվականին շուրջ 250,000 հայեր Արևելյան Հայաստանից, հիմնականում Նախճիվանի եւ Արարատյան հարթավայրի տարածքներից բռնի կերպով տեղահանվեցին դեպի Իրան։ Իդեպ այս իրողությունն այսպիսով տալիս է Իրանում 19-րդ դարասկզբին հայերի նման մեծաքանակ զանգվածի առկայության հարցի պատասխանը, ինչի մասին ադրբեջանական պատմագիտությունը գերադասում է լռել։ Միևնույն ժամանակ հայերի բռնի վերաբնակեցման գործընթացը զուգահեռաբար ուղեկցվում էր Արևելյան Հայաստանի տարածքներում, մասնավորապես Երևանի շրջանում թուրքական ցեղերի զանգվածային վերաբնակեցումներով։ Այսպիսով ակնհայտ է դառնում այն պատմական իրողությունը, որ սկսած 11-րդ դարից Արևելյան Հայաստանից տեղաբնակ հայերի շարունակական հարկադրական արտագաղթը եւ թուրք-սելջուկների արշավանքներից հետո թուրքական տարի դեպի Արևելյան Հայաստան վերաբնակեցման գործընթացը կրել են զուգահեռ բնույթ։
Սա հստակեցնում է նաև այն հարցի պատասխանը, թե որտեղից եւ ինչպես է պատմության ընթացքում Արևելյան Հայաստանի տարածքում ձևավորվել թուրքալեզու մուսուլմանական տառը, որի թվականակի գերակայության վերաբերյալ 19-րդ դարում տեղ գտած վիճակագրական տվյալների վրա ադրբեջանցի պատմաբանները հաճախ են հղում կատարում, ապացուցելու համար ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքների պատմականորեն ադրբեջանական լինելու հանգամանքը։ Հայերի առավել ուշ վերաբնակեցումներն այստեղ իրականում հայրենադարձության գործընթացը ներկայացնելով ոչ այլ կերպ, քան որպես պատմության ընթացքում ադրբեջանական ժողովրդի ցեղասպանություն եւ ադրբեջանական տարածքների վերաբաշխման գործընթաց։ Ադրբեջանական պատմագիտությունը 19-րդ դարասկզբի հայերի վերաբնակեցումների վերաբերյալ իր պնդումներում հատուկ կերպով է անդրադարձ կատարում նաև Լեռնային Ղարաբաղի, Արցախի տարածաշրջանում հայկական վերաբնակեցումների վերաբերյալ վկայություններին։ Այս առումով հիմնականում հղում է կատարվում Տակավին 1823 թվականին ցարական հաստատությունների կողմից պատրաստված Ղարաբաղյան գավառի նկարագրությունը փաստաթղթին, որը որոշակի վիճակագրական տվյալներ է պարունակում տարածաշրջանի բնակչության եւ նրա էթնոկրոնական կազմի մասին։ Համաձայն այդ փաստաթղթի Ղարաբաղում այդ ժամանակ 600 գյուղ կար, որոնցից 450-ը մուսուլմանական եւ միայն 150-ը հայկական։ Ապրել է 20095 ընտանիք, որոնցից 15729-ը մուսուլմանական եւ 4366-ը կամ 21.7%-ը հայկական։ Սակայն հարկ է նկատի առնել, որ 19-րդ դարասկզբին Ղարաբաղ անվան տակ ժամանակակիցներն ընկալում էին ոչ միայն ներկայիս Լեռնային Ղարաբաղի, Արցախի, այլև ողջ Ղարաբաղի խանության տարածքները։ Իսկ վերջինիս մակերեսը, որն իր մեծության մոտ 3 անգամ գերազանցում էր ներկայիս Արցախի հանրապետության տարածքը, արևելքում տարածվում էր Կուր գետի ողջ երկայնքով, մինչև Կուրի եւ Արաքսի ջրբաժանը, իսկ հարավից Արաքս գետի երկայնքով ձգվում էր մինչև Նախիջևանի խանության սահմանները։ Այդպիսով պարզորոշ է այն իրողությունը, որ ինչպես Պարսկաստանից 1828 թվականի դեպի Ղարաբաղ տեղի ունեցած հայերի որոշակի խմբերի արտագաղթի, այնպես էլ հայ եւ մուսուլմանական ընտանիքների համեմատական թվականակների մասին վկայությունները վերաբերում են ոչ միայն կոնկրետ ներկայիս Լեռնային Ղարաբաղի տարածքին, որի տպավորությունը փորձում են ձևավորել ադրբեջանցի պատմաբանները, այլև շատ առավել ընդարձակ մի տարածքի, որն իր մեջ ընդգրկում էր ոչ միայն ներկայիս Արցախի հանրապետության կամ առհասարակ Ղարաբաղի խանության լեռնային տարածքի մեծ մասը, այլ նաև Դաշտային Ղարաբաղի եւ ներկայիս Լեռնային Ղարաբաղի տարածքին արևմուտքից հարող նախկին Կուբատլի շրջանի հյուսիսային հատվածը եւ Քելբաջարի Լաչինի շրջանները։ Ինչպես նշում է գերմանացի ճանապարհորդ Յոհան Շիլդբերգերը, իր Յոհան Շիլդբերգերի ճանապարհությունը Եվրոպայով, Ասիայով եւ Աֆրիկայով 1394-1427 թվականներին աշխատության մեջ, նույնիսկ Դաշտային Ղարաբաղի տարածքները եղել են հայաբնակ, նախքան այստեղ առավել ուշ շրջանում թուրքական էթնիկ վերաբնակեցումները։ Այսուհանդերձ, անգամ մի կողմ թողնելով այդ փաստը եւ գալով Ղարաբաղի տարածքի էթնիկ կազմի վերաբերյալ ադրբեջանցի պատմաբանների կողմից բերվող վկայություններին, հատկանշական է, որ Ղարաբաղյան գավառի նկարագրությունը փաստաթղթից քաղված այդ վկայություններում շեշտադրումը կատարում է ոչ թե տարածքի բուն բնակչության, այլ այդտեղ արկա ընտանիքների թվականակի վերաբերյալ վիճակագրական տվյալների վրա, ինչն իրականում ոչ հստակ պատկեր է ստեղծում տիրող ժողովրդագրական իրավիճակի պարզաբանման հարցում։ Մասնավորապես Բաքվում գերադասում են չի հիշատակել միևնույն փաստաթղթում արկա բնակչության ազգային կազմերի հարաբերակցության եւ դրանց թվականակի վերաբերյալ ուղղակիորեն բերվող տվյալները, որոնց համաձայն հայերը Ղարաբաղի լեռնային հատվածում կազմել են բնակչության 84.6%, թաթարները 14.7%, իսկ քրդերը 0.7%։ Այս առումով ուշագրավ է նաև ամերիկահայ պատմաբան պրոֆեսոր Ջորջ Բուրնությանի վկայությունը, ով 2009 թվականին իր կողմից Ռուսաստանի պետական արխիվում այս փաստաթղթի թարգմանության նպատակով բնօրինակի ուսումնասիրության արդյունքների մասին նշում է, որ Ղարաբաղի լեռնային հատվածում արկա շուրջ 300 գյուղերից շուրջ կեսը եղել են հայկական, իսկ մյուս կեսը թաթարական։
Հայկական գյուղերն ըստ այդմ կենտրոնացած են եղել հիմնականում Ղարաբաղի այն 5 մելիքությունների կազմում, որոնց նախկին տարածքը նույնանում է ներկայիս Արցախի հանրապետության տարածքի հետ։ Հայերի թիվն այստեղ 1822 թվականի դրությամբ կազմել է ընդհանուր բնակչության 96.3%, իսկ թաթարներինը միայն 3.6%։ Այսպիսով ակնհայտ է դառնում նաև այն իրողությունը, որ եթե 1822-1823 թվականների դրությամբ հայերի թվականակը նախկին Ղարաբաղի խանության լեռնային տարածքներում եւ հատկապես ներկայիս Արցախի հանրապետության տարածքում բացարձակապես գերազանցել է տեղաբնակ թաթարների ադրբեջանցիների թվականակը, ապա անգամ 1828 թվականին Իրանից դեպի Արցախի հանրապետության ներկայիս տարածք հայերի վերաբնակեցման դեպքում էլ, որը դերևս վիճելի հարց է, քանի որ ինչպես նշեցի, նախկինում Ղարաբաղ կոչվող տարածքը եւ ներկայիս Արցախի հանրապետության տարածքները նույնական չեն։ Ուստի խոսք չի կարող լինել, որ ներկայիս Արցախի հանրապետության տարածքի նախկին ազգային կազմն այդ վերաբնակեցումների արդյունքում ենթարկվել է մինչ այդ այստեղ բնակվող ադրբեջանցիների համար ճակատագրական նշանակություն ունեցող փոփոխության։ Ինչ վերաբերում է ներկայիս Ադրբեջանի Հանրապետության տարածքին, ապա այն փաստորեն լիովին կամ գրեթե լիովին հայաթափված է այդ իշխանությունների կողմից անցած դարում եւ առանձնապես դարավերջին հետևականորեն իրականացված ազգային զտման քաղաքականության հետևանքով Սումգայիթում, Կիրովաբադ գանձակում, Բաքվում, Նախճիվանում, Ադրբեջանի մյուս բոլոր բնակավայրերում պետականորեն կազմակերպված ցեղասպանության, հայկական ջարդերի, բռնատեղահանումների շնորհիվ։ Հատկանշական է, որ օրինակ 1979 թվականի մարտահամարի տվյալներով Ադրբեջանում ապրում էր 475.500 հայ, սակայն 1988-1992 թվականներին այդ հանրապետությունում տեղի ունեցած հայերի ջարդերից հետո այնտեղ հայ հավաքականություն այլևս գոյություն չունի։ Չնայած ըստ տարբեր աղբյուրների ներկայիս Ադրբեջանում բնակվում է 2-ից 3 հազար, իսկ ադրբեջանական աղբյուրների տվյալներով 20-ից 30 հազար հայ, հիմնականում Բաքվում եւ այլ բնակավայրերում, ընդ որում գլխավորապես խառն ամուսնությունների արդյունքում ստեղծված ադրբեջանական ընտանիքների կրոնափող կամ անվանափող եղած կին անդամները։ Բաքվում ինչքան էլ փորձեն ժխտել, այնուամենայնիվ հայերը մեծ ավանդ են ներդրել Ադրբեջանի տնտեսության, ճարտարապետության, շինարարության, գիտության, կրթության, արվեստի եւ սպորտի բնագավառներում։ Մեծապես հայերի անմիջական եւ ակտիվ մասնակցությամբ են կառուցապատվել եւ բարեկարգվել Բաքուն, Կիրովաբադ գանձակը, Սումգայիթ, Մենգեչավուր, Ալի Բայրամլի, Նորակերտ խոշոր արտոնաբերական կենտրոնները, գործարկվել տարաբնույթ արտադրական հզորությունները։ Հայերն Ադրբեջանում գիտության եւ արվեստի անվանի գործիչներ էին, ճարտարապետներ, շինարարներ, արհեստավորներ, բժիշկներ, ճարտարագետներ, արտոնաբերական եւ գյուղատնտեսական արտադրության հմուտ կազմակերպիչներ եւ այլն։ Փաստորեն չկար կենսագործունեության մի այնպիսի բնագավառ ու ոլորտ, որտեղ ակնառու չլիներ հայկական ստեղծագործմունքի արարիչ ձեռքի հետքը։ 1990 թվականի հունվարի 13-ից 20 Բաքվում հնչեց Ադրբեջանի ամենայն դաժանությամբ իրականացված հայկական ջարդերի վերջին ակորդը, եւ վերջին հայերը ստիպված եղան լքել իրենց շեն օջախները, գազանաբարով, արյուն ռուշտ ամբոխին թողնելով իրենց իսկ տաղանդի ուժով քանի սերունդ շարունակ կերտված զոհապնյա այդ քաղաքը։ Եվ այսօր նույն այդ երախտամոռ ու մանկուրտացած քաղաքից հնչում են տարածաշրջանում հայության բազմադարյան ներկայությունը, հայոց թողած վիթխարի ավանդը ժխտող ու բացասող հերույրանքներ, ավելին ռազմաշունչ հողորտանքներ հայության հասեին, երևի թե մոռացած ժողովրդական իմաստությունն առայն, որ ուրիշի ոտի տակ փոսփորողը սովորաբար հենց ինքն է ընկնում մեջը։